Երևանում աշուն է։ Հայտնի է, որ աշնանային ամիսները ամենագեղեցիկն են Հայաստանում։ Ասես աչքիդ առաջ կենթանանում են մեծն Մարտիրոս Սարյանի կտավները։ Այս գույները հավերժ են։ Հավերժ, ինչպես մեր հնադարյան արվեստը, ինչպես մեր շարականները։ Յուրաքանչյուր ժողովրդի համար հնագույն երաժշտությունը գանձ է, իսկ Հայաստանի համար հսկայական մի գանձարան, որը դարեր շարունակ ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է և ուսումնասիրվի։ Այդ արվեստի ուսումնասիրության և պրոպագանդման գործում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի հնագույն երաժշտության տաղարան համույթը։ 1981 թվական հայամերգի փոխտնօրեն կոմպոզիտոր Գարի Այվազյանի գաղափարով ստեղծվում է Հայաստանի հնագույն երաժշտության առաջին պետական համույթը և անվանվում է Շարական, որն ի սկզբանե կոչված էր բեմական կյանք պարգևելու հնագույն երաժշտությանը և տարածելու հայ հոգևոր երգարվեստի գոհարները, զուգահեռ պրոպագանդելով նաև եվրոպական միջնադարյան երաժշտությունը։ 1981-ից 85 թվականները համույթը ղեկավարեց Գրիգոր Դանելյանը, որպես երգիչներ հրավիրվեցին հայամերգի մենակատարներ Գրետա Անտոնյանը և Էլեոնորա Մելքումյանը, հետագայում նրանց միացավ Ռուբեն Թելունցը։ Այդ շրջանում կոմունիստական գաղափարախոսությունը երկար չհանդուրժեց համույթի եկեղեցական անվանումը, և Գրիգոր Դանելյանը ենթարկվելով ղեկավարության տգետ պահանջին վերանվանեց այն տաղարան։ Այսօր ղեկավարելով մեկ այլ հնագույն երաժշտության համույթ Գրիգոր Դանելյանը որոշեց այն նույնպես անվանել Շարական, բայց արդյոք իմաստուներ կրկնվել, քանի որ այն Շարականը առ այսօր ճանաչում և հիշում են աշխարհի մի շարք երկրներում։ Համույթը հետաքրքրեց շատերին։ Հեռուստատեսային ֆիլմերի Երևան ստուդիան նկարահանեց Շարական ֆիլմը, որից այժմ դուք դիտում եք հատվածներ։ Մելոդիա ձայնագրման ստուդիան թողարկեց համույթի առաջին ձայնապնակը, իսկ ահա թե ինչ է գրել 1982 թվականին Շարականի մասին ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, որն ի դեպ շատ է օգնել համույթին։ Մեր ջերմագին գնահատականը և օրհնությունը Շարական նվագախմբին, մաղթանքով, որ նա շարունակի նույն ոգեշնչումով իր ոգեղեն գործունեությունը մեր հայրենի ժողովրդի և հայ սփյուռքի տարածքի վրա, ի պանծացումն ոգեկանության։ 1985 թվականի վերջին Գրիգոր Դանելյանը թողեց իր ստեղծած համույթը։ Մոտ մեկ տարի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց Գարի Այվազյանը, իսկ 1987 թվականի մարտին նա փոխանցեց համույթը նոր գեղարվեստական ղեկավարի, ճանաչված կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին։ 1987-ից 94 թվականները համույթի համար մի ուրույն շրջան էր։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվեց ծավալուն մի ծրագիր, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, հայրենասիրական և ժողովրդական երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ, որոնց կողքին առաջին անգամ Հայաստանում հնչեցին նաև Մոնտևերդիի Պոպեայի թագադրումը և Օրփեոսը, Գլուկի Օրփեոս և Էվրիդիկեն ու Արմեն Տիգրանյանի Անուշ օպերաների համերգային կատարումները։
Համույթ հրավիրվեցին նոր երգիչ մենակատարներ՝ Հրաչյան Իքսալյանը, Վարդենի Դավթյանը եւ Օվսաննա Նալբանդյանը։ Տաղարանի հյուրախաղերի աշխարհագրությունը լայնարձակվեց։ Եվրոպական մի շարք երկրներին ավելացան Ֆրանսիան, Հարավսլավիան, իսկ օվկիանոսից այն կողմ Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, ապա Բեյրութը։ Թողարկվեց համույթի առաջին լազերային սկավառակը, որը ներկայացնում էր 5-ից 13-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը։ Առանձին ձայնապնակով ձայնագրվեցին նաև Գրետա Անտոնյանի կատարումները։ Հրաշալի տպավորությամբ եմ բաժանվում տաղարանից, ասել է մի համերգից հետո հայ անվանի դերասան Սոս Սարգսյանը։ Ճաշակ, ազգային երգի նուրբ զգացողություն, ահա անսամբլի առանձնահատկությունները։ Վերջապես ազատվում ենք օտարամոցություններից, կլկլոցներից, քթի մեջ երգելուց, մութ բնազդներ արթնացնող կրքերից։ Մեր ակունքը սա է, մեր ճանապարհը սա է։ 1994 թվականին Երվանդ Երկանյանը համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից հրավիրվեց Բեյրութ, ուր վերջին 3 տարվա ընթացքում կարողացավ կազմակերպել Գուսան երգչախումբը, Հայաստան ջութակահարների կամերային նվագախումբը եւ հնագույն երաժշտության Մադրիգալ համույթը։ «1994 թվականին տաղարանի ղեկավարումը ստանձնեց Երվանդ Երկանյանի եղբայրը, դաշնակահար եւ խմբավար Զեդրակ Երկանյանը, որը 25 տարի ի վեր հանդես է եկել որպես մենակատար դաշնակահար Հայաստանում եւ աշխարհի մի շարք երկրներում։ Պահպանելով համույթի երկացանկում հինը, նա ավելացրեց նոր ստեղծագործություններ։ Այդ թվում նաև Պյորսելի Դիդոնա եւ Էնեյ եւ Հենդելի Էցիո օպերաների համերգային կատարումները։ Հրավիրվեցին նոր մենակատարներ։ Այսօր Գրետա Անտոնյանի կողքին տաղարանում երգում են Հենրիկ Սիմոնյանը, Լիլիա Օվչյանը, Լուսինե Մարկոսյանը եւ Գագիկ Շիրինյանը։ «1995 թվականին Ֆրանսիայի F2 պետական հեռուստաընկերության կողմից Հայաստանին նվիրված ֆիլմաշարի ֆիլմերից մեկը նկարահանվեց Հայաստանի հնագույն երաժշտության տաղարան համույթի մասնակցությամբ։
պետք է ասեմ, որ համույթը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն բարձրացրել է իր կատարողական, գեղարվեստական մակարդակը, թեև անսամբլում կան նոր երիտասարդ երաժիշտներ, որոնք համեմատած ուրեմն իրենց ավագ ընկերների հետ անշուշտ այդ նույն փորձը չունեն։ Սակայն պետք է ուրախությամբ նկատել եւ խոստովանել, որ տարված աշխատանքը զգալի արդյունք է ձեռք բերել, ընդլայնելով թե երկացանքը եւ միևնույն ժամանակ նաեւ հնարավորություններ տալով, որպեսզի նոր երիտասարդ երաժիշտներ հանդես գան այսպես պատասխանատու համերգներում բեմահարտակի վրա։ Ես մասնավորապես ուզում եմ նշել այն, որ Տաղարան համույթը այս տարիներին դժվարին պայմաններում շարունակել է աշխատել, հավատարիմ մնալով իր կոչումին եւ առաքելությանը եւ շարունակ հանդես եկել նոր ծրագրերով, նոր ստեղծագործություններով եւ պետք է մաղթել, որ նույն ուրեմն ողջավորությամբ եւ հետեւողականությամբ նաեւ շարունակեն աշխատել հետագայում եւս։ Երկանյանը շատ լուրջ բծախնդիր կերպով պարապող արվեստագետ է, կազմը մի քիչ ավելի բազմացվել է նվագարանների առումով։ Անակնկալ էր ինձ համար, որովհետև ես այս համույթը ճիշտ է, շատ վաղուց գիտեմ, բայց շատ վաղուց չի եկել իրենց համերգին եւ կարող եմ ասեմ, որ շատ հետաքրքիր ծրագիր են արել եւ երկրորդ բաժինն էլ է բավականին հետաքրքիր եւ ինչ պետք է մաղթել, բարի ճանապարհ։